Նոր սահմանադրության նախագիծն ու անմիջական ժողովրդավարությունը։ Առաջիկայում Հայաստանում սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որն իշխանությունների կողմից պատճառաբանվում է ժողովրդավարության խորացմամբ և ամրապնդմամբ։ Եկեք տեսնենք, թե որքանով են նոր սահմանադրության նախագծով ավելանում կամ պակասում քաղաքացիների կողմից պետության կառավարման անմիջական լծակները։ Գործող սահմանադրությամբ ընտրական իրավունք ունեցող քաղաքացին կարող է մասնակցել 5, իսկ Երևանի բնակիչների դեպքում 4 ընտրությունների՝ Հանրապետության նախագահի, ազգային ժողովի համամասնական, ազգային ժողովի մեծամասնական, համայնքի ղեկավարի և համայնքի ավականու անդամների։ Սակայն նոր սահմանադրության նախագծով քաղաքացիները մասնակցելու են միայն 2 ընտրության՝ ազգային ժողովի համամասնական և համայնքի ավականու։ Այսինքն, Հայաստանի քաղաքացիները այլևս չեն ընտրելու երկրի նախագահին, փոխարենը դա անելու է ազգային ժողովը, այն էլ միանգամից 7 տարի ժամկետով։ Բացի այդ, նոր սահմանադրության նախագծի համաձայն քաղաքապետերի և գյուղապետերի ընտրությունները ևս կարող են օտարվել բնակիչներից, վերապահվելով միայն ավականուն։ Նախագծով սահմանվում է, որ ազգային ժողովում այլևս չեն լինելու մեծամասնական падգամավորներ։ Սա նշանակում է, որ այլևս չեն լինի կոնկրետ ընտրատարածքներ ներկայացնող падգամավորներ, ովքեր առավել հաշվետու են հենց այդ տարածքի ընտրողների։ Առաջարկվող սահմանադրության նախագծով սահմանված է, որ գյուղերի և քաղաքների բնակիչները կարող են տեղական հանրաքվե նախաձեռնել, սակայն այն նախ պետք է արժանանա ավականու թույլտվությանը։ Եվ հարկ է նկատել, որ տեղական հանրաքվեի իրավունքը արդեն 13 տարի է, ինչ առկա է Հայաստանում, սակայն որևէ համայնքում առ այսօր համայնքի բնակիչների նախաձեռնությամբ տեղական հանրաքվե չի անցկացվել։ Ի տարբերություն գործող սահմանադրության, նախագծով առաջին անգամ սահմանվում է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ինստիտուտը։ Դրանով ենթադրվում է, որ 50,000 քաղաքացու ստորագրությամբ ցանկացած օրենք կարող է մտնել ազգային ժողով ու քննարկվել։ Սակայն 50,000 ստորագրություն հավաքելու փոխարեն թե գործող և թե նոր սահմանադրության նախագծով շատ ավելի հեշտ է դա անել ընդամենը մի падգամավորի ստորագրությամբ։ Ու թեև ազգային ժողովի կողմից ժողովրդի առաջարկած օրինագիծը չընդունվելու դեպքում այն կարող է դրվել հանրաքվեի, սակայն դրա համար անհրաժեշտ է լինելու 60 օրում 350,000 քաղաքացու ստորագրություն հավաքել և ստանալ սահմանադրական դատարանի համաձայնությունը։ Ընդ որում, խիստ սահմանափակ է այն հարցերի շրջանակը, որոնք այդ ճանապարհով կարող են հանվել հանրաքվեի։ Եվ եթե 1995 թվականից ի վեր Հայաստանի սահմանադրության կամ դրա մի մասը կարող էր ընդունվել ու փոփոխվել միմիայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով, ապա առաջարկվող նոր սահմանադրությամբ դրա մեծ մասը կարող է փոխվել ազգային ժողովի կողմից, առանց հանրաքվե անցկացնելու։ Գործող սահմանադրությամբ քաղաքացիներն ունեն անմիջականորեն ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք։ Ու թեև այդ իրավունքը դեկլարատիվ բնույթ է կրում, սակայն այն ևս հանված է նոր սահմանադրության նախագծից։